Прывітанне, даражэнькі. Нечаканая для мяне рэч, хаця дзіўна тут знаходжусь столькі часу і ніхто мне не сказаў, што в эту дату такое будзе і сам я не прабіў. Сёння в Армении дзень свабоды. Гэтак яны называюць дзень незалежнасці. Стрым нечаканы, в нечаканы час. Адзін з момантаў парад я пропусціў, але паспрабую паказаць крышачку, як што тут адзначаецца. Магчыма, вечарам зраблю з гэтай нагоды яшчэ большы стрым. Камера, праўда, гавно, но будем спадзявацца, што гэта нешта дасць. Зараз расказваць, хто я такі, што не буду. Як што, раскажу пазней. Паехалі. Arık, Maria, Arman Nura. Aga çek. Gel aga çek. Aga çek. Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ։
Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրը մենք համախմբվել ենք ոչ միայն տոնելու, այլև վերահաստատելու մեր անցած ուղին եւ վերաիմաստավորելու մեր ուխտը կյանքի գնով պաշտպանել եւ պահպանել Հայաստանի անկախությունը։ 34 տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով միաձայն այո ասաց անկախությանը։ Դա մեր դարավոր իղձերի իրականացումն էր, մեր նախնիների սրբազան երազանքի մարմնավորումը։ Դարեր շարունակ պայքարած սերունդների երազանքը դարձավ իրականություն։ Սեփական ճակատագիրն ինքնուրույն կերտելու, ազգային արժեքներով ապրելու եւ համայն հայությանը մեկ հայրենիքի շուրջ համախմբելու։ Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Մեր ժողովուրդը անցել է պետականաշինության բարդ ու քրտնաջան ուղի, կրել ծանրագույն փորձություններ, մեծ զոհողություններ, դիմագրավել պատերազմներ եւ ճգնաժամեր։ Մենք ունեցել ենք պանցալի հաղթանակներ եւ հաջողություններ, բայց նաեւ բացթողումներ ու սխալներ։ Այսօր էլ մեր իրականությունը լի է մարտահրավերներով, պատերազմի վերքերը դեռ բաց են։ Սակայն չենք կարող չասել, մեր անկախությունը կանգնած է լրջագույն վտանգների առջև։ Արտաքին թշնամին օգտվում է մեր ներքին խնդիրներից, իսկ Հայաստանի գործող իշխանությունների հանձնվողական, անհեռատես ու դավաճանական քաղաքականությունը թույլատնում է այն, ինչը ձեռք է բերվել հերոսների արյան գնով։ Հայոց բանակի համակարգած քայքայումը, ազգային գաղափարների նսեմացումը եւ պետական շահերի անտեսումը սպառնալիք են ոչ միայն մեր անվտանգությանը, այլև մեր գոյության համար։ Նրանք, ովքեր պիտի լինեին մեր անկախության երաշխավորը, այսօր դարձել են դրա ամենագլխավոր սպառնալիքը։ Սակայն հուսահատվելը մեզ հարիր չէ։ Մենք գիտենք, որ մեր ուժը միասնականության, մեր կազմակերպվածության եւ հավատքի մեջ է։ Հայոց եկեղեցին էլ իր հերթին դարերի ընթացքին եղել է այդ գործի կողքին։ Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միությունը, որպես ազատագրական պայքարի ժառանգորդ, միշտ եղել է գաղափարական պայքարի առաջամարտիկը։ Եվ առաջին հանրապետությունը կերտողներից Արամ Մանուկյանի շնչին հետո վերահաստատում են, որ այսօր առավել երկրներ պատրաստ են մնալ անվիճում եւ հաստատական։ Սիրելի երիտասարդ, Ну вось крышечку показаў, шчыра кажучы, не ведаю, што сёння яшчэ будзе, магчыма, пазней таксама штосьці пакажу. А зараз стрым закрыю. Хто завітваў, дзякуй і сачыце сёння за маім каналам. Я думаю, яшчэ что-нибудь з'явіцца. Камера, конечно, не идеальная, я бы сказал, наогул кепская в этом планшете. Поэтому вечером може горш будзе бачна, але штосьці будзе. І заодно вы пачулі сапраўдную мову. Пакуль што, да пабачэння, даражэнькія. З вами быў я, Зук Сміцер. Поставьте подобаечку. И коли раптом не подписанные, подпишитесь, коли это для вас беспечно. До вечера. Магчыма до вечера.